Բարեկալիս Նյուզեմ այսօր հյուրընկալել են Գերագույն խորհրդի պատգամավոր քաղաքագետ Սուրեն Զոլյանին, շնորհակալություն պարոն Զոլյան, որ ժամանակ գտաք զրուցելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Փաշինյանը խորհրդարանում երեկ հայտարարեց, որ իր պատկերացմամբ նոր ընդունվելիք սահմանադրությունում անկախության հռչակագրին արված հաղումը չպետք է լինի։ Իհարկե, ասաց, որ դա վերջում ժողովուրդը կորոշի, եթե հանրաքվե տեղի ունենա, բայց իրենց պատկերացումն այդ է, քանի որ դա այն իրական Հայաստանի գաղափարին, ինչ իրենք առաջ են քաշում, ընդհանրապես չի համապատասխանում։ Այս ողջ ընթացքում Հայաստանի կառավարությունն ասում էր, որ սահմանադրությունը փոխելը դա Ադրբեջանի պահանջով չի արվում, բայց միաժամանակ մենք տեսնում ենք, որ Բաքվից ամեն օր կրկնում են, մինչև դա չանեք, խաղաղության պայմանագրի հետ համաձայնեցված տեքստը չի ստորագրի, եւ Հայաստանը այլ հիմնավորումներով գնում է այդ քայլին, փաստացի ստացվում է այլ փաթեթավորման, բայց Հայաստանը համաձայնվում է այս ադրբեջանական այս պահանջին եւս, ինչ եք կարծում։ Այո, հաստատան նոր պահանջ է, նոր ասելով նոր է այնպես հրապարակային դառնում Փաշինյանի կողմից, թեև այդ պահանջը վաղուց հանրային է Ադրբեջանի կողմից, ավելին ասեմ, եթե գնանք այդ համաձայնացված տեքստին համաձայնագրի, հիշում եք Փաշինյանը ինչը որ շատ հազվադեպ է լինում, բողոքեց Ադրբեջանից, թե ինչու նրանք հրապարակեցին այդ, որ արդեն հայտարարությամբ հանդես եկան, որ արդեն տեքստը պատրաստ է, համաձայնեցված է, որովհետև նրանք պայմանավորվել են համատեղ անել, բայց ինչն է խնդրեմը։ Այստեղ հայկական լրատվամիջոցները մեջ բերում են միայն առաջինը, որ համաձայնեցված է տեքստը, բայց չէին բերում հաջորդ նախադասությունը, որ ասել է Բայրամովը։ Ստորագրվել է միայն այն դեպքում, երբ եւ այն երկու պահանջը դրվել էին, երբ Հայաստանը հետ քաշի իր պահանջները միջազգային ատյաններից եւ նաեւ սահմանադրության հետ կապված այդ հարցը լուծի։ Մագումարսնայ Մինսկի խմբի լուծարանը։ Այո, այսինքն այո, այդ ֆասոն կոմպլեքսի մեջ, այսինքն Բայրամովը ասել է, մինչև դա չլինի, մենք չենք ստորագրելու։ Հետո սկսել են ասել, չէ, մենք պատրաստ ենք ստորագրել եւ այլն, հետ տարբեր նվնվոցը գցեցի, բա մենք ուզում ենք խաղաղություն, Ադրբեջանը չի ուզում, եկեք ճնշում գործադրեք Ադրբեջանի վրա, գնացին թուրքական լրագրողներին կանչեցին, հետո իրենք գնացին Թուրքիա, լացուկոցը բա թույլ տվեք։ Որտեղից էր Ադրբեջանից հստակ պահանջը ստացա, որ դա ձեր ներքին գործն է, ինչպես նաև պայմանավորվեք Ադրբեջանի հետ, դա մեր գործը չէ։ Այսինքն ինչ է ստացվում։ Փաստորեն անվտանգության երաշխավորը դառնում է Ադրբեջանը, որը իր թելադրում է, թե ինչ պիտի անի Հայաստանը եւ արդեն հասել է դրան, որ արդեն ներքին օրենսդրությունն է կարգավորում։ Մինչև այդ, եթե դուք հետևեիք Ադրբեջանի մամուլին, նրանք այդպես մոնիտորինգ էին անում, նաեւ պատկերացրեք պատմության դասագրքերի։ Եվ այնտեղ նշում է, որ կա առաջընթաց, այս ինչ մի պահ անվել է, բայց դեռ կա ինչ-որ հարցեր, որ մինչև հիմա կան։ Այսինքն նրանք իրենց վերապահում են, դե պայմանագրով կամ մի կետ, բնականաբար ոչ մեկ չի տեսել, բայց ադրբեջանական աղբյուրները բավականին բաց եւ նաեւ ինչ-որ ձևով կարելի ասել, նաեւ Հայաստանի պաշտոնյաներից ինչ կետեր կան, այնտեղ կա, որ չպիտի վստահության միջոցներ պիտի ձեռնարկվեն, ատելության խոսքը, ռևանշիզմը պիտի բացառվի, այդ անվան տակ միշտ կարող են մոնիտորինգային հանձնաժողով ստեղծել եւ հետեւել թե Հայաստանի դասագրքերում կամ թերթերում ինչ է հրապարակում եւ եթե մեկը խոսի ասի Արցախը պետք է հայերը վերադառնան այնտեղ կամ Արցախը Ադրբեջանի մաս չէ, ուրեմն դա կարող է դրա տակ դիտվել որպես նման ագրեսիվ ռետորաբան։ Ես կարծում եմ այն մոնիտորինգը, որ Հայաստանում արվում է եւ այնտեղ բոլոր հայտարարությունը, որ մենք չենք թույլ տա երկրորդ պետություն Հայաստանում կամ ինչ-որ արցախցիների դեմ այդ քարոզարշավը եւ այլն, դա հետապնդում է այդ նպատակը նույնն էլ անդրադարձ Ղարաբաղյան շարժումը այլևս գոյություն չունի եւ այլն։ Սա գնում է մոտավորապես այն ծրագիրը, որ կարծում ես, գիտեք ինչ կարելի ասել, եթե ուզում ես իմանալ ինչ է ասելու վաղը Փաշինյանը, կարդա այսօրվա ադրբեջանական պաշտոնյաների հայտարարությունը, ոչ պարտադիր Ալիևի, եւ մենք տեսնում ենք, որ իրականացվում է ուղղակի մի քայլ հետ է ընկնում Փաշինյանը, բայց օրինակ ես ասեմ 3 օր առաջ կարդացել եմ, որ 95%-ով պատրաստ է, այդպես ասած, դեպի Զանգեզուրի միջանք ստանող ավտոճանապարհ, եթե գրված է քանի թունել է կառուցվել, թե ինչքան հետաքրքիր է, ինչքան բարձր մակարդակի ասֆալտ են գցել եւ այլն։ Դա ինչի մասին է, եթե մինչեւ հիմա չէին խոսում, որովհետեւ պատրաստ չէ, հիմա 95%-ով պատրաստ է, ուրեմն վաղը այդ հարցն էլ կլինի։ Նույն Միրզոյանը, որ գնացել է Անտալիան, թե հանդիպել է, չգիտեմ, Ֆիդանի հետ, բայց չգիտես ինչու չի հանդիպել, այնտեղ նաև մասնակցություն է ունեցել եւ զեկույցով հանդես է եկել Արևմտյան Ադրբեջանի համայնքի ղեկավարը։ Գնալ իր ելույթը լսեք։
հարցեր տան, թե այսինքն ինչպես տեսնում եք այդ գործը ընթանում է եւ Ավելի բարբերաբար հենց նաև այդ մակարդակում Ադրբեջանից պահանջներ են հնչում, որպեսզի Հայաստանը ոչ միայն բանակցություններ սկսի այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի այս ներկայացուցիչների նրանց վերադարձի հարցը քննարկվի, այլև գուցե ինչ որ փուլում ենթադրենք այս սահմանադրության ու Միսկի խմբի հարցն էլ լուծվի, ենթադրենք, ասեն, այ հիմա էլ պետք է արևմտյան ադրբեջանցիների համար երաշխիքներ ստեղծվեն, որպեսզի նրանք Հայաստան վերադառնալու դեպքում պաշտպանված լինեն եւ այլն եւ այլն։ Գիտեք, դա գաղտնիք չէ, դերևս 93 թվականին պատկերացեք, որ թիվն էր Ադրբեջանի պարտությունների, Հեյդար Ալիևը հրապարակել է շատ հետաքրքիր փաստաթուղթ, որին ոչ ոք առանձնապես ուշադրություն չի դարձրել, մոտավորապես այդպես է անվանում, «Ստոպի 200 գենոցիդը ազերբայջանցև» ինչն էր պարզվում 200 տարի առաջ հայերը եւ պետություն չունեին, ինչպես կարող են իրագործել Ռուսաստանի միջոցով, Ռուսաստանի ձեռքերով, օգտագործելով հայկական լոբին, կարողացել են հասնել նրան, որ իրականացրել են ադրբեջանցիների ցեղասպանությունը, ստեղծել են ինչ-ինչ սկզբից Երևանյան նահանգ, հետո Խորհրդային Միության ժամանակ են քշել եւ այլն, բայց վերջը պիտի գա եւ հատուցումը պիտի լինի։ Ալիևն էլ է հիմա մեծ հաշվով հենց դա ասում, որ էթնիկ զտում է իբրև եղել։ Այո, այսինքն դա չէ, Ալիևը դեպ 2008-9 թվականին ինչ-որ մի անդրադառնալով հոբելյանական այդատային ասել է, որ ինքը երդվում է կատարել հոր բոլոր նախագծերը, խոսելով հենց այդ ցեղասպանությանը, որ ցեղասպանությունը հայերի կողմից իրականացված անպատիժ չի մնա եւ նրանք պիտի վերացնեն այդ հետևանքները։ Այսինքն հետևանքները վերացնելով դա այն կեղծ պետությունն է, որ ստեղծել են հայերը ադրբեջանական հողերի վրա, այսինքն այդ գաղտնի չէ, ճիշտ է, եթե հիմա մտնեք կայքը այդ 4 էջանոց փաստաթուղթեր այնտեղ ամիշն արգելված է, հորինված է իհարկե։ Հիմա ընդամենը մեկ է, շատ բաներ խմբագրված է, բայց էլի կարող է գտնել եւ 4 էջանոց բնական է։ Այսինքն դա ծրագիր է, որը գործում է եւ պետք է հասկանալ Ադրբեջանի համար ինչն է կարեւոր։ Հիմա փորձենք հասկանալ, որ գիտեք, ես կուզենայի մի քանի, այսինքն բազային հիմնարար կետերի վրա անդրադառնալ, որի ցույց է տալիս, որ հայկական այսօրվա Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը սխալ հիմքերի վրա է, հիմա չեմ ուզում բոլորին ուղղակի սխալ հիմքերի վրա դու ոչ մի բան չես կարող կառուցել։ Առաջինը դա այն է, որ կարելի է ինչ-որ բան զրոյից սկսել։ Փաստորեն դա պատմության ժխտումն է, որ պատմություն գոյություն չունի, ոչ, պատմություն գոյություն ունի եւ ազդում է եւ մեկ, փաստորեն ապագան դա է եթե կա, ապա դա այդ պատմության շարունակությունն է, դու չես կարող զրոյից սկսել եւ ասել, բայց դե այդ քաղաքականությունը ամեն ինչ սկսել զրոյից, մենք տեսանք բանակցությունները զրոյից սկսելը ինչին բերեց, հիմա զրոյից սկսելը եւ ասել, որ երրորդ հանրապետությունը սխալ է, մենք նոր ենք ստեղծում մեր պետությունը, մեր իրական պատմությունը, դա ուղղակի բլեֆ է։ Չգիտեմ, թե խաբեություն է, թե ուղղակի մոլուցք, զառանցանք, ամենայն դեպս դա այդպեսի բան չկա, առաջի կետը սկսենք դրանից, որ գոյություն չունի, հնարավոր չէ զրոյից սկսել, պատմությունը գոյություն ունի, ինչքան էլ փորձեն դա հերքել։ Երկրորդ կետը, որ ուզում եմ ասել, հիմնարար կետը։ Սահմանները որպես այդպիսիք անընդհատ փոփոխության մեջ են։ Չկա այդպես ասած կադաստրի թուղթ։ Համաշխարհային պատմությունը դա վկայում է քանի անգամ փոխվում։ Դա ինչպես են փոխվում սահմանները, եթե այդպես վերացական ասես, մոռանաս անձերից, ինչի մասին է համաշխարհային պատմությունը։ Ինչպես եւ երբ փոխվում են սահմանները։ Ընդհանրապես 200 տարի առաջ, իսկ պատմության համար դա շատ քիչ է։ Մենք այստեղ նստած ենք, եղել է Երևանի խանություն, Պարսկաստանի կազմում, հետո դարձավ Երևանյան գուբերնիա, որտեղ իդեպ մտնում էին թե Նախիջևանը, թե Իգդիրը, հիմա լույս մեկը Թուրքիայում է, մյուսը Ադրբեջանում։ Դրանից հետո խորհրդային Հայաստանի Արարատյան Հանրապետություն, որտեղ Արարատի կողքին է, հետո Արարատն էլ գնաց։ Հիմա երբևիցե Թուրքիայի կազմում չի եղել։ Այո, հաստատ հիմա էլի միանակ մենք արդեն մեր սերունդը արդեն քանի անգամ տեսել է ոնց են փոխվում սահմանները։ Հիմա տեսնել, մտածել, որ այդ սահմանները որպես այդպեսին գոյություն ունեն եւ դու ինչ-որ փաստաթղթով եթե ֆիքսես եւ ամեն ինչ նորմալ կլինի։ Այո, դա լինելու է միայն թուղթ եւ արդեն երրորդ կետին, թե գիտեք, դե փաստորեն դա հնուց գալիս է եւ մեկ թագավորներից մեկը Մովսես Խորենացին վերում է, ասում է քաջած սահման գծենն է իրենց սուրն է, որով ինչքան կկտրի, այդքան էլ իրենն է։
Այսինքն այդ սահմանները ոչ թե թղթի, այլ համապատասխան ուժի, անգամ այդ եթե խոսենք կադաստրի թուղթը, որ դու կադաստրի թուղթ ունեք եւ դա ոչ թե թուղթն է ապահովում, այլ համապատասխան մեխանիզմը պաշտպանության, որ գոյություն ունի ինչ ուժային կառույցներ, որոնք պահպանում են եւ այլն։ Այսինքն ուժը իրավունքը միայն ինչ որ ուժերի հարաբերակցության վրա է հիմնված։ Եթե դու չունես ոչ մի իրավունք, մենք տեսնենք, նա Սիրիան ունի կադաստրի թուղթ ունի, բայց սահմաններ չունի։ Մեր աչքի առաջ կատարվեց, թե փաստորեն գոյություն չունեցավ։ Եվ այլ պետություններ, Լիբիան, չգիտեմ, քանիսը պատկերացրեք, հիմա եթե մենք խոսում ենք Հայաստանի մասին, 20 տարուց հետո, եթե այդպես շարունակվի, պետք է հասկանալ, որ այդ անգամ այդ սահմանները, որ մենք ունենք, դրանք կարող են փոխվել, որտեղ 200 տարվա ընթացքում ընդամենը քանի անգամ փոխվեց, ով ասեց, որ 20 տարուց հետո չի փոխվելու, սա էլ պետք է հասկանալ։ Եվ վերջապես, արդյոք պետք է Ալիևին այդ խաղաղության պայմանագիրը ոչ ընդհանրապես խաղաղությունը իրեն պետք է ունենալ թշնամի եւ այս առումով գիտեք արդարացված է իր պահվածքը եթե քաղաքականության մեջ մտածել քաղաքական սուբյեկտը պիտի ունենա բարեկամ եւ թշնամի մասնավոր կյանքում մենք կարող ենք թշնամի եւ չունենալ բայց եթե դու քաղաքական սուբյեկտ ես հանդես կուսակցություն պետություն ինչ որ ինստիտուտ դու պարտադիր պիտի ունենաս թշնամի իսկ այդ տեսության հիմնադիրներից մեկը Կարլ Շմիդտը անգամ ասել է էգզիստենցիալ թշնամի որին դու պատրաստ ես սպանել եւ որից կա պատրաստ ես զոհվել։ Այդ աստիճանի։ Եթե դու այդ նման թշնամի չունես, դու ուրեմն սուբյեկտ ես։ Տեսեք թշնամի, այսինքն այսօր Հայաստանը եւ Փաշինյանը ապահովում են Ադրբեջանի ներքին կայունությունը, որովհետեւ ամբողջ ազգը կենտրոնացված է թշնամու կերպարի։ Տեսեք ինչ է խոսում Ալիևը Ստեփանակերտում, որ անգամ եթե ստորագրենք, արդյոք հայերը չմտածեն, որ մենք իրենց հետ տնտեսական կապեր զարգացնենք եւ այլն եւ այլն։ Այսինքն լրիվ հակառակը, երբ խոսում եք ենթադրենք 18 թվին եւ պատրաստ եք $5 միլիարդ տալ ներդնում անել Հայաստանի հետ զարգացնել կապերը եւ այլն։ Այսինքն իրեն պետք չի այդ պայմանագիրը անգամ ոչ միայն դրա համար, որ կարող է ինչ-որ նոր ձեռբերումներ անի, իրեն պետք է ունենալ թշնամի, որը կայունացնում է երկրում եւ նաեւ անընդհատ ցույց տալ, որ հերթական հաղթանակ։ Իսկ Հայաստանի դեպքում ամեն անգամ կարող է 2 ամիսը մեկ ասել, այ տեսակ, հիմա է սրան հասանք։ Տենց թշնամի, որը տանգավոր չէ, բայց հանրային կայունության համար շատ կարևոր դեր է խաղում։ Այսինքն ձեր ասածից ստացվում է, որ Հայաստանը որքան էլ գնա զիջումների, այս մի պահանջի կատարումից հետո կգա երկրորդը, երրորդը, չորրորդը, ոչ միայն նաև ձեր ասած թշնամու կերպարը պահպանելու, նաև որպեսզի հնարավորության պարագայում Հայաստանը մաքսիմալ թուլացվի եւ դառնա Ադրբեջանից կախված պետություն։ Արդեն այդպես է, որովհետեւ ինչ ստացվեց։ Ասեն մեր դեպքում էլ աշխատեցնի բանը, ուղղակի որպես թշնամի ընտրվեց Ռուսաստանը։ Եթե կարդաք արևմտյան լրագրողների հաղորդագրություն Տոմ Դևալի ուրիշի, որոնք այստեղ հարցազրույցներ են վերցրել, որոնք ոչ ամբողջությամբ են հրապարակվել, արդեն պարզ ասում է, որ մենք ավելի շատ մտահոգված ենք Ռուսաստանով, քան Ադրբեջանով, ճիշտ է, վերջերս չեն ասել, բայց եւ անգամ այդպիսի բան էին ասում, որ մեր դեմ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է տանում։ Ճիշտ է, Ռուսաստանը շատ ավելի խելոք գտնվեց եւ որևէ ձևով չարձագանքեց դրան, այդպես մնացին անպատասխան, թե ոչ ոք այդպես էլ չտեսավ, թե այդ պատերազմը ոնց է տանում, բայց համենայն դեպս այդ հիշում եք խոսակցությունն է 5-րդ շարասյուն գործակալներ, FSB-ի գործակալներ, հանգարցում եկը Փաշինյանին քննադատի դա ուրեմն FSB-ից փող է ստացել կամ պատվեք եւ այլն, նարկոբարոններ, հասուն այդ բանը կար։ Իսկ ով պիտի դառնար երաշխավորը, սկզբից փորձեցին, որ Եվրոպան դրա համար էլ լսելով եվրոպական եւ այդ խավորներին հանձնեցին Արցախը, միայն թե ռուսական զորքը այդտեղից դուրս գա, այդ պահանջը կատարելով Եվրոպան արդեն հետաքրքրությունը կորցրել է Հայաստանի։ Հետո գնացին ամերիկաներ, ինչ որ մի թուղթ ստացան ռազմավարական գործընկերության մասին, ավելի շուտ հանձնաժողով պիտի ստեղծվեր, որ այդ ռազմավարական գործընկերությունը մենք այդպես էլ չտեսանք, ինչում դա կայացավ եւ այլն, ու մնաց Թուրքիան։ Թուրքիան էլ ասում է, ես չեմ ուզում գնալ Ադրբեջանի հետ պայմանագրի։ Այսինքն այսօրվա պայմաններով, եթե վերցնենք, Հայաստանի անվտանգության երաշխավորը դառնում է Ադրբեջանը։ Ոնց որոշի այդպես էլ կանի։ Թուրքիայի ընդհանուր առմամբ աջակցությամբ եւ Բնական է, բայց Թուրքիան այդպես ասած, գիտեք, փորձեր են արվում եւ պատահական չէ, որ այստեղ
թուրքական լրագրողներին հրավիրեցին, հետո Միրզոյանը գնաց Թուրքիա, այնտեղ բոլորի հետ հանդիպեց, լրագրողներին հրավիրեց եւ այլն։ Փորձում են ազդել Թուրքիայի հանրային կարծիքի վրա, բայց առանց հասկանալու, որ թուրքական կարծիքը, այդպես ասած, Հայաստանի միգուցե 1 միլիոն մարդ եւ ուզում է Հայաստանի հետ լավ հարաբեր, բայց մեծամասնությունը հակառակը ասում է, ինչքան ուժեղ ճնշեք ավելի եւ փաստորեն շատ եղել այդ լրագրողներից հայկական նյութերով հանդես եկան, նրանք գովում են, հա ճիշտ է կանոն, որ ցեղասպանության, այդպես ասած, առասպելը թուրքական տերմիններով հրաժարվում եք, էլ Թուրքիայի մնաց չեք տալու, բայց դե քիչ է գնացեք Ադրբեջանի հետ ոնց ուզում եք պայմանավորեք, հասկանալով, որ Թուրքիան միշտ էլ Ադրբեջանի կողմին է։ Տեսեք, եւ որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր Ալիևը արդեն պարտադրում է ինչ-ինչ քաղաքական քայլեր, որովհետեւ ինքը, այդպես ասած, կարող է ազդել Հայաստանում կայունության եւ անկայունության գեներացնելու process-ների վրա, եւ նա պահանջը արդեն կատարվում է, մարդը ասել է փոխեք սահմանադրությունը, ասում են այո, փոխում ենք։ Ընդորեն գիտեք ինչ, եկեք տարբերակենք, փոխել սահմանադրությունը թե ներկայացությունը։ Ես կողմ եմ, որ այդպես ասած մենք հրաժարվենք այս նասարակ սահմանադրությունից, որ 15 թվականին կեղծիկով ընդունվեց, բայց իհարկե դա չի վերաբերում ներկայացությանը, որովհետև ոնց ուզում ես համարի, որ ասենք նայելու չի զրոյից սկսել։ Վերջեվերջո Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է այդ հռչակագրի հիման վրա։ Փաշինյանն էլ պնդում է, որ դա Հայաստանի գոյությունը սպառնալիքի տակ է դնում։ Հասկանալի է, բայց լավ, սպառնալիք 30 տարի այս ձևով է գոյատևել, ոնց կարող ես հրաժարվել, որ դա չի եղել։ Սխալ է եղել, ճիշտ է եղել, դա է եղել։ Գիտեք, նույնը ասել, որ այդ երեխան եթե որ ծնվել է 30 տարեկան է, այդ 30 տարի սխալ է ապրել, որտեղ չպիտի ծնվեք։ Բայց ծնվել է, հիմա ուզում ես պիտի այդ փաստը ընդունես, եթե վատ է իրեն պահում մի հատ դաստիարակի կարգի եւ այլն, ոչ թե ասա, որ մենք այդ իր ծնդականը մերժում ենք, չերյալ ենք հարում։ Եթե ծնդականը մերժում ես, որ այդ երեխան մարդը միևնույն է, գոյությունը պահպանում է, մոտավորապես դա գիտեք աբսուրդի հասնա, ես չեմ ասում, հիմա չեմ խոսում գաղափարական, բայց եթե վերցնենք Հայաստանի Հանրապետության ստեղծումը, բոլորս գիտենք, որ դրանք ստեղծվել է երկու հիմնական խնդրի շուրջը։ Ոչ թե հարմուծելու, այլ ոչ էլ վատ ապրելու, Խորհրդային Միությունում Հայաստանը ամենազարգացած երկրներից է Խորհրդային Միության Հանրապետությունը, ոչ էլ ռուսները մեզ ճնշում էին։ Ոչ, կար երկու հարց, որը Խորհրդային Միության սահմաններում եւ նրա իրավական դաշտում չէր կարող լուծումը գտնել։ Առաջինը ցեղասպանության ճանաչումը, երկրորդը Արցախի հիմնախնդիրը։ Այդ երկու խնդրի շուրջը, որ ազգը միավորվեց եւ հասավ զգալի հաջողությունների։ Եվ այդ հիմա եթե ուստի այդ հիշատակումը երկու այդ պահի ցեղասպանության եւ Արցախի հռչակագրի վերամիավորման, եթե դու հանում ես, արդեն անիմաստ է դառնում Խորհրդային Միությանից անկախանալը, որովհետև, ինչպես Փաշինյանն ասում, որտեղ կաց, այնտեղ հաց, այնտեղ էլ ապրի ինչ տարբերություն։ Եվ այդ խոսակցություններով փաստորեն խոսելով անկախության մասին եւ իբր թե այդ անկախության հռչակագիրը հանգարում է, Փաշինյանը բերեց, որ այսօր Հայաստանի իրական կառավարիչը դա ոչ թե Փաշինյանն է, ոչ թե Հայաստանի վարչապետը, այլ Ադրբեջանի նախագահը։ Ադրբեջանի նախագահն է որոշում ինչ երբ պիտի որ հիմնարար փաստաթուղթը պիտի փոխվի, միգուցե ժեկերի կառավարիչներին ինքը չի նշանակում, բայց համենայն դեպս ինքը մեծ ազդեցություն այսօր ունի Հայաստանի ներքին կյանքի վրա։ Փաստորեն եւ Փաշինյանը դա օգտագործում է, ինչպես օգտագործեց Իջևանի դեպքերի ժամանակ։ Եկավ ժողովրդի վախեցրեց, եթե մենք դա չանենք, եթե չտանք այս ինչ տարածքները, կլինի պատերազմ, նույն այդ Կուկուի պատմությունը, Կուկուի եւ Աղվեսի պատմությունը, այ վատ կլինի, այս մի ձագին էլ գցենք, մոտապես այդպես է ստացվում, որտեղ միշտ էլ կլինի Ալիևը կարող է ինչ-ինչ գործողությունների դիմել կամ չդիմել, այսինքն թե մտրակը, թե բլիթի հիմա իր ձեռում է եւ Փաշինյանը դրանից օգտվում է։ Իհարկե ինքը որոշակի, չեմ խոսում նաեւ ֆինանսական միջոցների մասին, որ կարող են խոսել, նա կարող է ապահովել Փաշինյանի համար համապատասխան պլատֆորմ, որը կլինի
որ եթե մենք այս բանը չզիջենք եւ Փաշինյանին ենթադրենք չվստահենք նորից իշխանություն, կարող է լինել պատերազմ։ Եթե ընտրենք այդ ռևանշիստներին, իսկ ռևանշիստները ովքեր են, որոնք չեն մոռացել ինչ գոնե ինքնության մասին, իր հայ լինելու մասին, այսինքն բնական է ոչ մի նորմալ հայ չի կարող մոռանալ, որ Արցախը դա Հայաստանն է։ Եվ ինչպես մենք կարող ենք համոզել մեզ, որ Արցախը միշտ էլ Ադրբեջանն է եղել եւ այնտեղ միշտ էլ, չգիտեմ, հավանական վանքեր են եղել, եկեղեցիներ եւ այլն, կամ համոզենք մեզ, որ ցեղասպանություն չի եղել։ Այստեղ մի կարևոր հարց էլ կա, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը, ժամանակ առ ժամանակ Ադրբեջանից այն բացելու պահանջներ են հնչում եւ Հայաստանից էլ ինչ առաջարկ որ արվել է այդ կոմունիկացիաները բացելու ուղղությամբ, դրանք փաստացի մերժում են, որտեղ Ադրբեջանը միջանցքային տրամաբանությամբ է ուզում։ Հաշվի առնելով նաև ռեգիոնալ իրավիճակը, այսինքն Իրանի շուրջ լարվածություն, ԱՄՆ-ի հետ հարաբերություններ, Իրանին հարված հասցնել չհասցնելու խնդիրը, այդտեղ ռուս-ուկրաինական հակամարտության հարցն ու Ռուսաստանի ներգրավության հարցը, այս հարցի հանգուցալուծումը դուք ինչպես եք տեսնում, այսինքն կարող է մի պահ Հայաստանը նաև այդ հարցում զիջման գնալ, թե հարմար պահի իրավիճակը նպաստավոր համարելով Ադրբեջանը կարող է գնալ ռազմական սցենարի ներխուժել եւ այդ միջանցքը վերցնել ու վերջակետ դնել այդ հարցը։ Գիտեք, մի քանի հարց տվեցիք, շատ հետաքրքիր, բայց ես մի փոքր մի բան հուշեցիք։ Վերջերս խոսելու ունենալով այդ ելույթը Ստեփանակերտում, այդ համաժողովում, քաղաքագիտական համաժողովում 40 երկրներից մարդ է հրավիրել եւ փաստորեն դա Ալիևի ծրագրային ելույթներից մեկն է, պետք է ուշադիր լսել։ Ինքը պարզ ասել է, որ Հայաստանի հետ բարեկամություն չի լինելու։ Անկամ եթե այս ինչ պահանջները նրանք ընդունեն, միևնույն է այդքան բան են վատություն են հալ ադրբեջանցիներին, որ շատ երկար ժամանակ պիտի լինի։ Այսինքն, ինչպես ես ասեցի, Ադրբեջանի համար շատ կարևոր է ունենալ թշնամի։ Անգամ շատ ավելի կարևոր է, որտեղ դա ազգին միացնող պահ է եւ նաեւ Ալիևի իշխանության համար դա այդպիսի մի կարգ է, որը ապահովում է իրեն եւ իր կլանի իշխանությունը։ Հատկապես այն դեպքում, որ Արցախը հիմա չկա, նոր այո, եւ նոր պահանջներ, այսինքն Արևմտյան Ադրբեջան, չգիտեմ, Զանգեզուր եւ այլն։ Եվ այնտեղ մի հետաքրքիր միտք հայտնեց ուկրաինական ճգնաժամի մասին։ Ինքը ասել է, որ խաղաղություն զինադադար չի լինելու, որովհետեւ կողմերը եւ դեպ հակառուսականն էլ ելույթ ունեցավ, որ մենք լավ հասկանում ենք օկուպացիա եւ դա պիտի ինչպես որ մենք լուծեցինք միջև, բայց ինքը ինչ ասեց, ասում է ոչ թե լինելու է խաղաղության, միջև պիտի պատերազմը շարունակվելու է, մինչև կողմերից մեկը կապիտուլյացիայի չի ենթարկվի։ Այսինքն իր հակեբանության մեջ չկա այն այդպես ասած խաղաղության հասցումը։ Լուծումը կապիտուլյացիան է։ Լուծումը կապիտուլյա, երբ որ քո շահերը հակասում են, դու պիտի քո թշնամուն ոչնչացնես, այլ ոչ թե թշնամու հետ բարեկամանաս, արևտուր անես եւ այլն։ Ժամանակ տաս, որպեսզի ինքը զորանա եւ նորել գա։ Այո, այսինքն դա շատ կրածես թե Հայաստանին դա չի վերաբերվում, բայց դա ցույց է տալիս իրենց ռազմավարական եւ դա ոչ միայն Ալիևը, այլ թուրքական աշխարհի, ինչու թուրքական աշխարհը դա գրավեց այնտեղ, որտեղ ոչ միայն հայերն են ապրել, հույններն են ապրել, ասորիներն են ապրել, արաբներն, այդ ամբողջ հսկայական տարածքը հիմա կոչվում են Թուրքիա։ Քրդերի հետ մի։ Հա, այսինքն դա բերում է դեպի կապիտուլյա, բայց Ալիևը այդպես ասած իր պահանջները ոչ թե փաթեթով է ներկայացնում, այլ փուլային։ Այս մի պահանջը բավարարեց, այս մի պահանջը։ Հիմա նրա տեսնում է, որ ժամանակը չէ, պետք է կողմնորոշվի, թե ինչ պիտի լինի Իրանի հետ պետք է բարեկամանալ, թե հակառակը թշնամանալ եւ այլն եւ իրեն ժամանակ ապահով։ Բայց ժամանակը չի կորցնում, որտեղ Զանգեզուրի մասին խոսեցիք, 2 օր առաջ կարդացել եմ էլի ադրբեջանական աղբյուրներից, որ այդ միջև Զանգեզուր ճանապարհը մինչև Հայաստան ճանապարհը 90%-ով պատրաստ է, 90։ Եվ այնտեղ նկարագրված է բավականին լուրջ աշխատանք այդ լուսանկարներով, քանի թունել են սարքել, քանի այդ բավականին լուրջ բնականն է, եթե այդ ճանապարհը սարքում են, հսկայական գումարներ են ներդրել։ Ուրեմն դա պետք է կյանքի կոչվի։ Այո, հենց այդպես չէ բա։ Ուրեմն դերևս այդպես ասած կարծում եմ, որ կլիենտ недозрел։ Հենց որ այդ կարող վերջնական այդ 5%-ը կբավարարեն, արդեն խոսակցություն կլինի, դե ասել ես, հատկապես որ այն լեղոզված հայտարարությունները, որ անում է Հայաստանի իշխանությունը, հատկապես վարչապետը, ցույց է տալիս, որ նրանք ինչ ձևով համաձայնվել են, բա մենք արագացված կանենք, շատ արագ կանենք, դուք չեք էլ տեսնի ոնց։ Այդ էլեկտրոնային հսկողություն, չգիտեմ, տիեզերական դատչիկներ կտնեն եւ այլն, այսինքն դա ցույց է տալիս, որ անգամ եթե հսկողություն լինելու է, շատ ավելի ձևական, այսինքն թույլ չեն տա, որ մեկը մտնի բագաժնիկը նայի։
կասեն էսա, սկսկանով ինչ-որ կոսմոս եզերքից տեսել։ Մոտապես այդպիսի սխեմաներին է պատրաստում։ Հիմա դե միջև վերջ, գիտեք ինչ, միջև վերջ չեմ, Միրզոյանը ասում է, որ հիմա շունի սահմանադրությունը փոխել, որտեղ կա պայմանագրի մեջ կետ, որ ներքին օրենսդրությունը չի ազդելու։ Դե ասում եք, հիմա վերջում էլ ստիպված ասում է, չէ, կենթունենք, որպեսզի պահանջենք այդ պահանջներ մի բավարարենք։ Հիմա ինչպես հասկանում եք, այդ պահանջին չկա եւ մենք նաեւ հստակ տեսնում ենք ինչն է Ադրբեջանի հետ ամենակարևորը։ Իսկ կարևորը ունենալ, այդպես ասած, թշնամի եւ անընդհատ ցույց տալ հերթական հաջողություն։ Եվ վերջում նաև մեկ այլ տեսանկյունից այս արևմտյան Ադրբեջանի թեզին անդրադառնանք, որտեղ Ադրբեջանում բոլոր քարոզչական, կազմակերպչական տեսանկյունից այդ հարցը առաջ է տարում թե իրենց հեռուստատեսությունը, թե միջազգային կոնֆերանսները, որ ամեն օր իրենց այդ համայնքի ինչ-որ հայտարարություն է տարածում, անգամ հանդիպումներ են ունենում տարբեր պաշտոնյաների հետ, այդ թվում առաջին հերթին թուրք պաշտոնյաների հետ։ Դուք վտանգը տեսնում եք, որ սա կարող է իրականություն դառնալ եւ այլևս հասնի իր այդ նպատակին ինչ-որ ձևով։ Գիտեք, ինչի՞։ Եվ դա ուր կտանի Հայաստանը եւ ինչի կվերածի։ Մենք սկսեցինք, որ այդ 200 տարվա ընթացքում քանի անգամ սահման է փոխվել հենց այստեղ, որտեղ մենք նստում ենք։ Դե 5 տարի առաջ Արցախը կար եւ անվտանգության գոտին իր շուրջը եւ այլն։ 5 տարվա ընթացքում ինչքան բան փոխվեց։ Դե համար գիտեք ինչ, հիմա մենք եթե հանգիստ այստեղ խոսում ենք նստած, դա չի նշանակում, որ 5 տարուց հետո դա նույնն է լինելու։ Դե համար պետք է հասկանալ եւ ոչ թե պանիկայի մեջ մտնել, բայց չդառնալ այդ հասկանալ ինչի շնորհիվ մենք կարող ենք ապահովել, որ ամենամեծ հիմարությունը կարծել, որ Ադրբեջանը կարող է լինել Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Իսկ այսօր քաղաքականությունը հիմնված է դրա վրա։ Եթե այդ քաղաքականությունը շարունակվի, բնական է Ադրբեջանը որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր այդ հարցը կլուծի այն ձևով, ինչպես որ ինքը ավելի իր համար, ոչ թե մեզ համար, այլ իր համար ավելի շահավետ կգտնի։ Ուստի այդ վտանգը կա։ Այդ վտանգը կա, բայց պետք է հասկանալ նաև դրա փոխարեն ինչ կարող ենք մենք անել։ Եվ նախ եւ առաջ այդ հրաժարվել այդ գաղափարից, որ Ադրբեջանը եւ Թուրքիան պիտի դառնան Հայաստանի երաշխավորը, դրա համար այդ մակարդակը չներածնենք, մենք ունենք բնական ոչ թե նրանք մեզ են շատ սիրում կամ ինչ-որ հայցեր, մենք ունենք բնական գործընկերներ, որոնց շահերը համընկնում են, դա Իրանն է, դա Ռուսաստանն է, ինչ-որ չափով Չինաստանը։ Ինչքան էլ կարող են ինչ-ինչ դաշինքներ լինել, այդ երեք գերպետությունների շահերը չեն կարող ռազմավարական առումով համընկնել, թեև իհարկե կարող են լինել տարբեր դաշինքներ թուրքական աշխարհի հետ։ Եվ այս առումով իհարկե ես ուղղակի մենք տեսնենք, գիտեք ինչ, աչքի ուղղակի տեսնենք ինչ մեր աչքի առաջ է։ Ամեն օր մեր աչքի առաջ Մասիս սարն է։ Դուս են գալիս փողոց, տեսնում ենք։ Այդպես չէ, որ Փաշինյանը կարող է իր կաբինետում արագած սարը նկարի, բայց մենք տեսնում ենք եւ դրանից պետք է դասար քաղենք։ Ինչ է կատարվում։ Այսքան տարի առաջ, քանի տարի է մենք ասում ենք մեր սահմանները արդեն վերջի 3 տարի մինչև այդ բան չի եղել։ Ինչպես պաշտպանենք մեր սահմանները, պաշտպանության նախարարը ասում է, որ թշնամին կրակում է, բայց ոչ թե թիրախավորված է, հենց կրակում է, կարծես թե տիրում լինի կամ հարցանիքի ժամանակ, այսինքն այդ նրա կրակոցների ձեն չկա, վնաս չկա, փաստորեն մեր սահմանները պաշտպանված չէ այնտեղ, որտեղ հայ-ադրբեջանական սահմանը, բայց հայ-թուրքական, որտեղ թուրքական բանակը շատ ավելի ուժեղ է, ոչ մի խնդրեմ չկա, եւ մենք դրա մասին մտահոգված չենք։ Ինչու՞ որտեղ այնտեղ ռուսական սահմանապահն է կանգնած եւ ինչքան էլ փոխվի ուժերի բալանսը, գոնե այս պահին թուրքական զորքը չի հանդգնի նման պրովոկատորակել ռուսական սահմանապահի վրա։ Դա փաստ է ընդունենք եւ դրանից ճիշտ եզրակացություններ անենք։ Այսինքն, որը պիտի լինի Հայաստանի համակարգը, ոչ թե անպագորգոր հայտարարություններ եւ ոչ էլ անընդհատ զիջումներ անելով։ Շնորհակալություն պարոն Զոլյան, որ ժամանակ գտաք եւ եկաք հարցազրույցի։ Հիշեցնեմ, որ մեր զրուցակիցը Գերագույն խորհրդի պատգամավոր քաղաքագետ Սուրեն Զոլյանն է, շարունակեք հետևել մեր հարցազրույցներին, կհանդիպենք։